մեզանում ընդունված է վերցնել ինչ-որ մի թուղթ կամ մի կտոր, չգիտեմ ինչի, եւ ձեռքում պահած ցույց տալ դարձնել դա ֆետիշ։ Ուրեմն Հայաստանին պետք է ոչ թե խաղաղության պայմանագիր, Հայաստանին պետք է խաղաղություն, եւ դրանք երկու տարբեր բաներ են։ Խաղաղության պայմանագրեր համաշխարհային պատմությունում հարյուրավոր են, որոնք հաջորդ իսկ օրը կամ 1 տարի կամ 2 տարի անց աղբամանն էին նետվում, որովհետև խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը սխալ հերթականությամբ են հասկանում Հայաստանում։ Խաղաղության պայմանագիրը դա խաղաղության հետևանքն է, այլ ոչ թե խաղաղությունն է հետևանքը խաղաղության պայմանագրի։ Խաղաղությանը մենք կարող ենք հասնել միմիայն ուժերի, քաղաքական, տնտեսական, ռազմական ուժերի հավասարակշռության դեպքում։ Այլ կերպ որևէ թուղթ, որևէ ֆետիշ մեզ չի փրկի։ Դա վայրի ցեղերի ծիսակատարական պարեր են գրակի շուրջը։ Իսկ հավասարակշռությունը Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Ռուսաստան այս քարյակի հետ մենք կարող ենք ավելացնենք նաև Իսրայելը ստեղծված իրավիճակում հնգյակ Ադրբեջանը ոչ ոքի հետ որևէ խնդիրներ չունի նաև Եվրոպայում։ Ինչպես ասում են, ոչ ոքի ոդկը չի տրորել, բացի Ֆրանսիայից, բայց մենք դա էլ չենք օգտագործում։ Հայաստանը միայնակ է այստեղ, եթե չանի ամենակարևորը հանուն խաղաղության, եթե չդառնա այլ դաշինքի անդամ։ Ահա ինչու ես պնդում եմ, որ ԵԱՏՄ ՀԱՊԿ այդ մեռածին կառույցների մեջ մնալով Հայաստանը փաստորեն ոչ մի խաղաղություն չի ստանա, ինչպես չստացավ ոչ պաշտպանություն, ոչ աջակցություն, ոչ զենք, ոչ փող, ոչ մի բան։ Հայաստանը այնտեղ միայն կորցրել էր, կորցնում է եւ շարունակելու է կորցնել։ Դառն օրինակ պարզվեց, որ ԵԱՏՄ-ն գրեթե 2 անգամ գումար շատ է տանում Երևանից կամ վերադարձնում է այդ Հայաստան ԵԱՏՄ պայմանագրով եւ ես չեմ հասկանում այդ ինչով են այդքան բարձենում մեր տնտեսական բլոկի եւ կառավարության անդամները ասելով, որ ԵԱՏՄ-ի մեջ մնալը մեզ խիստ ձեռնտու է։ Ուրեմն ասածս շատ պարզ է։ Եթե մենք չենք անդամակցում Եվրոպային, Եվրոմիությանը եւ չունենք ՆԱՏՕ-ի անդամակցելու հեռանկար, ապա ոչ մի բան եւ նույն Եվրոպան ու ՆԱՏՕ-ն մատը մատին չեն կպցնի, որ պաշտպանեն Հայաստանին, որը առ այսօր մնում է Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար թշնամական տնտեսառազմական կամ ռազմատնտեսաքաղաքական դաշինքի անդամ։ Ահա ինչ խաղ է խաղում Հայաստանի կառավարությունը եւ դա ունի ընդամենը մեկ նպատակ՝ պահպանել իշխանությունը համաձայնեցնելով այն Մոսկվայի հետ։ Սա է տարիներ շարունակ տասնամյակներով քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը Հայաստանում այն էր, որ ստանալ իշխանությունը պահպանելու վերընտրվելու համաձայնությունը Մոսկվայից։ Հիմա դրանով ցավոք սրտի զբաղված է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դուք նշում եք, որ Հայաստանը ներկայումս արդեն Ռուսաստանից մեծանում է քաղաքական կախվածությունը Հայաստանի Ռուսաստանից։ Դա ակնհայտ է, որովհետև եթե տնտեսապես Հայաստանը հանգապատկել է իր ապրանքը շրջանառությունը մի կողմից եւ եթե ինչպես Հայաստանի տնտեսության նախարարն է ընդունում, հայտարարում, մենք ավելի շատ վճարում ենք, քան ստանում ենք, ուրեմն այդ կախվածությունը ակնհայտ է, դա ստրկություն է, դա այլ կերպ դա գաղութացում է, այսինքն կառավարությունը 7 տարվա մեջ չկատարեց գլխավոր նպատակը, որի համար Հայաստանը ընտրում էր նրանց, դա ապագաղութացումն էր, ժողովուրդը միգուցե չէր կարողանում արտաբերել այդ գաղափարը, բայց հույսը Փաշինյանի հետ կապված, ոչ թե փոխել Սերժին, այլ փոխել այն համակարգը, որում Հայաստանը ճահճանում էր եւ չէր զարգանում։ Հիմա մենք պաստորեն վերադառնում ենք այդ նույն իրավիճակին, երբ որ մենք չենք զարգանում, երբ որ ներդրումներ չկան, երբ որ մարդիկ պատրաստվում են արտագաղթի, եթե եվրոպական հեռանկարները չբացվեն, երբ որ Ռուսաստանը ել ավելի է
խորասուզվում պատերազմի մղձավանջի եւ ճգնաժամի մեջ եւ այդ առումով մենք մնում ենք մենակ ռուս-թուրքական դաշինքի առջև։ Լարսը արդեն անցել է ռուսական վերահսկողության տակ։ Հիմա ռուսական վերահսկողության տակ անցել է նաեւ Սադախլոն եւ ես 2 տարի առաջ ամռանը 2023 թվականը երբ ինձ կանգնացրեցին Սադախլոյում Բագրատաշենը ես անցա եւ Սադախլոյից ինձ 3-4 ժամ պահելուց հետո հետ ուղարկեցին ասելով որ եվրոպական կուսակցության նախագահ չի կարող մտնել Վրաստան, փաստորեն դա քաղաքական պատճառ էր։ Ես հասկացա, որ ինձնից հետո գալու են բեռնատարների հերթը։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ դա այդպես է, որովհետև ռուսները սկզբից վերահսկում էին քաղաքական անցուդարձը հայ-վրացական սահմանին եւ Վրաստանում դա շոկ առաջացրեց, ընդհանուր մինչեւ խորհրդարանական քննարկումներ էին իմ համեստանձի վերաբերյալ, որտեղ իրենք հասկանում են վտանգը։ Ինձից հետո Խառատյան Արսենը իրավունք զրկվեց Վրաստան մտնելու իրավունքից, որտեղ նա ապրում էր եւ աշխատում էր, բայց հիմա մենք էջ ֆուրաներն են հիմա կանգնում եւ դա վրացիների իհարկե կամաճույքը չէ, Վրաստանին դա պետք չէ, դա ռուսներին է պետք, որոնք հիմա մեզ հետ տնտեսական առումով կռվում են վրացիների ձեռքով, ինչպես որ ռազմական առումով կռվում են ադրբեջանցիների ձեռքով։ Այսպես են ռուսները հիմա գործում Հայաստանում։ Սա նոր տեսլական է, սա Կիրիենկոյի մոտեցումն է։ Կիրիենկոն մտավ որպես ղեկավար ռուս հայկական այս նոր ստեղծվող հարաբերություններում եւ մենք տեսնում ենք դրա առաջի պատողները։ Վրացիները չունեն այդ պատասխանները, նրանց ուղղակի հրահանգել են այն մարդիկ, ովքեր քաղաքական եք համարում այդ։ Տնտեսությունը միայն քաղաքական է, ինչպես նաեւ պատերազմը։ Լուծում մեկն է։ Մենք այդ լուծման մասին խոսում ենք տարիներ շարունակ, այդ նպատակով մենք ստեղծեցինք Հայաստանի եվրոպական կուսակցություն։ Այդ նպատակով է 21 թվականին պատերազմից վերադարձած ես եկա Փաշինյանի հետ քննարկելու այդ մեկ հարցը Հայաստանի անդամակցումը Եվրամիություն։ Եվ կարծես թե այս տարվա մարտի 25-ին մենք հասանք կարևոր մի միջանկյալ արդյունքի ընդունվեց օրենքը։ Ինչով է տարբերվում Եվրոպան Ասիայից։ Եվրոպան ինչ է։ Եվրոպան դա օրենքի երկիր է։ Եթե օրենքը ընդունված է, այն գործում է։ Այդ օրենքը կարելի է օգտագործել դատարանում, ասելով որ դուք ունեք այս օրենքը եւ պարտավոր եք դա կատարել։ Եվ այդ օրենքը կատարվում է։ Ինչ բան է Ասիան։ Այնտեղ որևէ օրենք բացի պայմանավորվածությունից, կաշառքից եւ չգիտեմ ինչից չի գործում։ Ընդ որում դա ոչ միայն Եվրոպա-Ասիա, օրինակ երեք ձերբակալվեց Արգենտինայի նախագահ Կրիստինա Քիրշները 6 տարով բանտարկված է լինելու, ազատազրկված է լինելու կոռուպցիայի մեղադրանքով։ Արգենտինան Եվրոպա չէ, կամ Հարավային Կորեայի գրեթե բոլոր նախագահներ ու վարչապետները գրեթե բոլորը բանտարկվում են նույն կոռուպցիայի մեղադրանքով։ Անխտիր Հարավային Կորեայել փաստորեն դա Ասիա է, բայց պարզվում է, որ սա աշխարհակաղակական, աշխարհագրական հարց չէ, սա քաղաքակրթական հարց է։ Եվ Հայաստանն այս առումով ունի հնարավորություն դառնալ Եվրոպա, բայց եթե կառավարությունը ընդունում է օրենք, ազգային ժողովը ընդունում է օրենք եւ օրեր անց արտաքին գործերի նախարարը խորհրդարանի խոսնակը եւ երկրի վարչապետ հայտարարում են, որ իրենք չեն կատարելու այդ օրենքը, չեն ուղարկում հայտը, չեն բանակցում, սա նշանակում է, որ օրենքը չի գործում, սա նշանակում է, որ Հայաստանը Եվրոպա չի դառնալու, սա նշանակում է, որ դուք եւ ես, մեր քաղաքացիները պաշտպանված չենք օլիգարխներից, խուլիգաններից, իշխանություններից, ոստիկաններից, որովհետև օրենք չի գործում։ Այսքան բան։ Իսկ որ օրենքներն են գործում։ Տեսեք, հենց հիմա ամենաթեժ թեման որն է, վարչապետ կաթողիկոս հակամարտությունը։ Կա ընդհանրապես մեկ պարզ լուծում։ Սահմանադրության 17 եւ 18-րդ կետերը վերաբերվում են Հայաստանի սահմանադրության։ Իսկ դա գլխավոր օրենքն է, չէ՞, մայր օրենքն է։ Վերաբերվում են պետության եւ հայ առաքելական եկեղեցու ընդհանրապես կրոնական կառույցների հետ հարաբերություններին։ Եվ այնտեղ գրված է սևը սպիտակի վրա։ Եկեղեցին Հայաստանում անջատված է պետությունից
Ինչու է այդպես գրված։ Ընդհանրապես սա շատ հին գաղափար է, սա մեր գաղափարը չէ։ Առաջինը դա Միացյալ Նահանգների սահմանադրությունում կիրառեց Թոմաս Ջեֆերսոնը, այսպես կոչված հիմնադիր հայրերից մեկը։ Եվ Աստված, եկեղեցի այդ գաղափարները չկան ամերիկյան սահմանադրության մեջ։ Դոլարի վրա գրված է մենք հավատում ենք Աստծուն, բայց սահմանադրության օրենքի մեջ դա չկա, որովհետև դա ձեր խղճի գործն է, դա ազատություն է, դրա վրա է հիմնված։ Ուստի պետությունը իրավունք չունի մուտք գործել այդ տարածք, եւ դա օրենք է, որը հենց հիմա ոտնահարվում է, ինչ գործ ունի կառավարության ղեկավարը եկեղեցու ներքին գործերի հետ։ Եթե այնտեղ կրկնում եմ 17-րդ կետը սահմանադրության հաստատում է դա։ Այսինքն մենք հենց հիմա տեսնում ենք օրենքի ոտնահարում։